Ողջույն սիրելիներս, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Այսօր միասին պատրաստում ենք հյութեղ ոսկեգույն ու անուշաբույր տապակած կախասունկ, որից մեկ կտոր ուտելուց հետո կանգ առնելը անհնար կլինի։ Եթե սիրում եք կախասունկ եւ ցանկանում եք այն փորձել նոր ձևով, ապա այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է։ Միացեք ինձ, միասին պատրաստենք մի բան, որ գերում է թե համով եւ թե բուրմունքով։ Պարզ բաղադրիչներով, սակայն նման շքեղ ախորժելի տեսք ունեցող սունկ պատրաստելու համար ձեզանից շատ ժամանակ եւ ջանք չի պահանջվի։ Դե ինչ, սկսենք պատրաստել։ Մեզ անհրաժեշտ է մոտ 1 կիլոգրամ կախասունկ, որ լավ լվանալուց հետո պետք է չորացնենք խոհանոցային անձեռոցիկներով, որպեսզի խոնավություն չմնա։ Սունկը պարտադիր պետք է լինի չոր վիճակում, քանի որ թաց սունկը ոչ թե տապակվում, այլ շոգեխաշվում է սեփական նյութի մեջ։ Կախասունկը բաժանում ենք ոչ շատ մանր կտորների։ Եթե խոշոր սնկեր են հանդիպում, դրանք պարզապես կիսում ենք։ Սիրելիներս, իմ ալիքում կգտնեք կախասունկը պատրաստելու ևս 2 հրաշալի բաղադրատոմս։ Բաղադրատոմսի հղումները կթողնեմ նկարագրությունների բաժնում։ Ամբողջ սունկը այսպես մարացնելուց հետո մանր կտրատում ենք 1-2 հատ կանաչ զող, համեմ եւ սամիտ եւ 1 կծու ծիծակ։ Կանաչին անհրաժեշտ է սունկը մատուցելու համար, այն մեր պատրաստած ուտեստին թարմություն կհաղորդի։ Եթե կծվի սիրահար չեք, կարող եք ծիծակ չօգտագործել։ Թավայի մեջ լցնում ենք բուսայուղ եւ տապակում ենք 2-ից 3 ատամիկ սխտոր։ Մեզ պետք է, որ բուսայուղը ձեռք բերի սխտորի նուրբ համ։ Այս եղանակով պատրաստված կախասունկը վստահեցնում եմ, որ շատ եք հավանելու, եւ բաղադրատոմսին անդրադառնալու եք շատ անգամներ։ Աշխատում ենք սխտորը չայրել եւ 1-2 րոպե տապակելուց հետո հեռացնում ենք։ Անմիջապես տաք ձեթի մեջ հարթ մակերևույթով դեպի ներքև դասավորում ենք կախասնկի կտորները։ Եթե լվանալու ընթացքում այնուամենայնիվ սունկը բավականաչափ հեղուկ է կլանել, այս ձևով տապակելու դեպքում սնկի մյուս երեսից հեղուկը շատ հեշտորեն գոլորշիանում է։ Եվ արդյունքում ստանում ենք շատ համեղ ոսկեզօծ տապակած կախասունկ։ Սունկը պետք է տապակենք 1 շերտով, եթե ամբողջը միանգամից ավելացնենք, արդյունքը չի գոհացնի։ Տապակվելու ընթացքում աղ չենք ավելացնում, եթե աղ ավելացնենք, ապա սունկը բավականին հյութ կարձակի, եւ այն ոչ թե կտապակվի, այլ կշոգեխաշվի։ Մի կողմից 4-ից 5 րոպե տապակելուց հետո շրջում ենք եւ տապակում ենք նաեւ մյուս կողմից։ Արդեն իսկ շատ ախորժելի է բուրում, ափսոս բույրը տեսախցիկի միջոցով անհնար է փոխանցել։ Եթե ցանկանում եք զգալ սնկի նուրբ համը, շատ համեմունքներ մի օգտագործեք։ Աղը եւ սև պղպեղը լրիվ բավարար է։ Սունկը գրեթե պատրաստ է, ավելացնում ենք աղ եւ սև պղպեղ եւ մի լավ խառնում ենք, որպեսզի համերը տարածվեն։ Այսպես տապակում ենք ամբողջ սունկը։ Ինչպես տեսնում եք, ընդամենը 1 հիմնական բաղադրիչով կարելի է ստանալ շքեղ ուտեստ։ Վերջում ավելացնում ենք կանաչ զող, սամիտ եւ համեմ եւ կծու ծիծակ եւ անուշ ենք անում։ Բարի ախորժակ։ Դե ինչ սիրելիներս, այսօր էլ այսքանը։ Պատրաստեք սիրով, եղեք առողջ եւ օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։